Բարև ձեզ, CVK-ի եթերում այսօր զրուցելու ենք քաղաքագետ Գագիկ Քամալյանի հետ, բարև պարոն Քամալյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Քամալյան, զրուցելու ենք Սերգեյ Լավրովի այցից սկսենք, եկեք, ինչպես կգնահատեք այցը, պարոն Քամալյան, ինչի մասին էր այն։ Լավրովը եւ իր գործընկեր Արարատ Միրզոյանը բավական երկար նաեւ ասուլիս տվեցին հանդիպումից հետո լրագրողներին, չնայած ընդամենը երկուական հարց կարողացան հղել լրագրողները, երկու ռուսական կողմից, երկու հայկական, որովհետեւ Լավրովը բավական երկար էր պատասխանում հարցերին եւ անդրադառնում էր նաեւ այն հարցերին, որոնց մասին իրեն չէին հարցրել եւ ընդհանրապես այդ թեմաներով չէին հարցրել։ Ինչ էր ուզում ասել Լավրովը։ Բնականաբար վերջի տարիներին սկսած հատկապես 20 թվականի պատերազմից հետո եւ դրանից հետո Հայաստանի բուն սահմանների վրա առաջացած մի շարք ռազմական գործողություններից հետո, որը իրականացրեց Ադրբեջանը եւ Ռուսաստանի կառավարական կեցվածքը եւ բնականաբար հայ-ռուսական հարաբերությունների մեջ բավականին մեծ այսպես հանդեպետ է առաջացրել եւ դա ոչ միայն իշխանությունների մակարդակով է, այլ նաեւ հայաստանյան հասարակության շրջանում Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի կտրուկ անկում է սկսվել։ Բնականաբար հիմա նախընտրական տարի է եւ Ռուսաստանը շահագրգռված է որպեսզի Հայաստանի հետ հարաբերություններում որոշակի ճշգրտումներ ունենա։ Առաջին հերթին Ռուսաստանը վստահ չէ, որ իր այսպես ասած էմիսարները, որոնք Հայաստանում ընդունված են նրանց 5-րդ 40 անվանել, վստահ չէ, որ կարող են գալ իշխանության, որովհետև նա հասկանում է, որ այդ մարդիկ հեղինակազրկված մարդիկ են Հայաստանում եւ փորձում է այս մեթոդով նաեւ իմ սուբյեկտիվ կարծիքով հասկանալ արդյոք կարող է այս իշխանության հետ որոշակի աշխատանքներ ծավալել գոնե պաշտոնական մակարդակներում եւ հասկանալ արդյոք Հայաստանը իրականում ինչպիսի վերաբերմունք ունի թեկուզ հապկից դուրս գալու վերջնական ԵՄ-ի հետ կապված այդ օրենքի նախագծի ընդունումը, որ մտավազգային ժողով, որ հետագայում քննարկվելու է իհարկե, այս բոլորը բնականաբար կուտակված են եւ Լավրովի այցը դրա մասին էր նաեւ։ Դրա համար Լավրովը երկար էր խոսում, փորձում էր երկար խոսելով որոշակի ամրով նաև ուղերձներ հղել հանրությանը, որ մենք ձեր բարեկամ երկիր ենք, մենք մեղավոր չենք, որ Ադրբեջանի հետ այդպես ստացվեց, մենք ձեզ էլ ենք զենք տվել եւ այլն եւ այլն։ Իհարկե մեծամասամբ բնականաբար ես այդ սուբյեկտիվ կարծիքով առաջին մեղավորը մենք ենք, որ մենք մեր ընտրած ռազմավարության մեջ պարտություն ենք կրել։ Բայց Հայաստանում կան ուժեր, որ ամեն ձև փորձում են այդ ամենը արդարացնել, որ ամեն ինչ ճիշտ է արվում, որ Ռուսաստանը մեր փրկիչն է եւ այլն, այս փրկիչ զո այս դիսկուրսից երբ որ սկսում է հայ ժողովուրդը դուրս գալ եւ սկսում է այլ կերպ նայել տարածաշրջանային զարգացումներին, ընդհանրապես աշխարհին, ասա արդեն այդ թե Ռուսաստանին, թե Հայաստանի ներքին այդ Ռուսաստանի շահերը սպառարկող ուժերի մտահոգում է։ Քանի որ խոսեցինք ներսում տարբեր ուժերի, մենք այդ թեմային անդրադառնանք, պարոն Քամալյան, մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում պայքար էր գնում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմերի միջև, թե ով է 2018 թվականին բերել Նիկոլին, հետո մի քիչ ձևափոխվեց այդ գրողները միմյանց նկատմամբ, հիմա ներկայացնում են իբր 2018 թվականին արտաքին ուժերն էին միջամտել այդ process-ներին, դա նաև կար 18 թվականից հետո, բայց հիմնականում շեշտը դրվում էր արևմուտքի վրա, որ այս սորոսական գունավոր հեղափոխություն, հեղաշրջում էր եւ այլն, հիմա արդեն տողատակիրով կամ հենց ուղիղ իմաստով, ուղիղ ուզում են ներկայացնել, որ Ռուսաստանն էր նաև այդտեղ առաջնային դերակատար եւ նաեւ Ռուսաստանի դաբրոյով, Ռուսաստանի միջամտությամբ է 2018-ը տեղի ունեցել։ Սա ինչի համար է արվում եւ կարծես որակա
արժեզրկվի, հա, ժողովրդի պայքարը, ժողովրդի ցասումը, այդ 20-30 տարվա կուտակված անարդարության զգացումները։ Եկեք հասկանանք առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ինչպիսի սոցիալ-մշակութային պատկերացումներ ունեն։ Նրանք որպես անհատականություն որտեղ են ձևավորվել, ինչ պատկերացում ունեն, հա, չմոռանանք, որ նրանք ժամանակին խորհրդային ժամանակներում համագործակցել են կոմունիստական բարքերի հետ, հա, ձգտել են դառնալ այդ կոմունիստական կառավարողների անդամ են ուզեցել դառնալ այս մարդկանց սոցիալ-մշակութային պատկերացումները ձևավորված է հենց այդ հոգեբանությամբ եւ նրանք երբեք չեն հասկանում ոնց կարող է հայաստանցի մարդը ընտրության միջոցով փոփոխություն բերել, այո։ Դրա համար նրանց համար անհասկանալի է, հա, եւ իրենք միշտ են նույնիսկ երբ որ իրենք միշտ են հասկացել են որ ընտրությունների միջոցով իրենք հնարավորություն չունեն իրական ընտրությունների միջոցով, հա, որտեղ զորբայություն, ընտրակաշառքներ, ման եթե չլինեն, իրենք երբեք չեն կարող ընտրվել։ Դրա համար 18 թվականին երբ համաժողովրդական ճնշում տեղի ունեցավ, այս մարդիկ մինչև հիմա դա չեն հասկանում։ Դա չեն կամ հասկանում են փորձում են հասարակությանը ներկայացնել, որ դա անհնար է, որ դուք կարողանաք իշխանություն ձևավորել, դուք ամեն ինչ դրսից էր կազմակերպված, սա ինչ որ գաղտնի ուժեր են։ Իսկ իրականությունը լրիվ այլ է, իրականությունը այն է, որ 20 տարի շարունակ, սկսած հատկապես հոկտեմբերի 27-ից հետո հայ ժողովրդի, հայաստանցի մարդու մոտ գնալով ատելություն էր ձևավորել այս երկու անհատի ստեղծած բարքերի նկատմամբ եւ դա 2018 թվականին ամենամեծ մասշտաբայնությամբ պայթեց եւ այդ պայթյունի արդյունքում նրանք հեռացան իշխանությունից։ Հիմա նրանք փորձում են ժողովրդին համոզել, որ ձեր կատարած ընտրությունը սխալ էր, որ դուք չեք կարող իշխանություն բերել, դրա համար օրինակ Քոչարյանական թևը փորձում է ցույց տալ, որ այ տեսեք տողատակերով, որ դա Սերժ Սարգսյանն է, նույնիսկ այդպիսի տեսակետ է, չէ՞, պատտվում, որ Սերժ Սարգսյանն է Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության, Սերժ Սարգսյանն ասում է ավելի լուրջ ուժերի եմ ես պարտվել եւ այլն, իրականում այդ լուրջ ուժը հայ ժողովուրդն է։ Հիմա ներկայացնում են, որ այդ լուրջ ուժը Կրեմլին է, Կրեմլից են եղել, լուրջ ուժ եղել է Կրեմլը։ Հիմա այդպես է ներկայացվում։ Ուրիշ խնդիր է, որ նրանք ուղղակի փորձում են հասկանալ, ինչպես ստացվեց, որ Կրեմլը հանգիստ ընդունեց Հայաստանում իշխանափոխության այդ փաստը, հա? Դա կարող է ինչ-որ չափով տարբեր վերլուծությունների առիթ տալ, բայց իրականում մենք մոռանում ենք, որ 18 թվականին այդ համաժողովրդական շարժման մասշտաբները շատ մեծ էր, հասկանում, դա ընդգրկել էր հասարակության 80-90%։ Երկրորդ, ընթացքում Նիկոլ Փաշինյանը որևէ աշխարհաքաղաքական բնույթի, որևէ արտաքին քաղաքական բնույթի հայտարարություններ չեն անում։ Նիկոլ Փաշինյանը խոսում էր սոցիալական խնդիրներից, երկրում առկա բարքերից, քրեա օլիգարխիայից եւ այլն, հա։ Եվ ժողովրդի հետ, ժողովրդի մեծ մասն է ինքը ինչ որ աշխարհաքաղաքական բան չէ։ Եվ ռուսական հատուկ ծառայությունները դա շատ լավ հասկանում էին։ Եվ ընտրվելուց հետո է Նիկոլ Փաշինյանը ըստ ամենայնի եւ ըստ երևույթի որևէ հակառուսական արարք չի գործել։ Հիմա փորձում են ներկայացնել, որ այ Խաչատուրովի ձերբակալությունը կամ քրեական գործը Ռոբերտ Քոչարյանի դա Ռուսաստանը ընդունեց իր դեմ, չէ, այդպիսի բան չկա, դա փորձում են ռուս-ադրբեջանական հարաբերությունները այդպիսով կոծկել, այ որ տեսեք Ռուսաստանը դրա համար է օգնել Ադրբեջանին, դրա համար է զենք վաճառել, բայց իրականում Ռուսաստանը զենքի վաճառքը սկսել է դեռևս այն ժամանակ, երբ որ ասպարեզությունն էին իրենք եւ Խաչատուրովն էր ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար եղած ժամանակ Ռուսաստանը շարունակել է զենք վաճառել, Խաչատուրովը այդ մասին երբեք չի խոսել։ Պարոն Քամալյան, վերադառնալով Լավրովին, հենց այդ զենքի վաճառքին, քանի որ զենքից խոսեցինք, ասում է
ինչու ոչ, դուք կարող եք դիվերսիֆիկացնել ձեր զենքի շուկաները, զենք ձեռք բերել ցանկացած վայրից, որտեղից կցանկանաք, բայց եթե Ֆրանսիայից եք առնում, պետք է հաշվի առնեք, որ Ֆրանսիան արևմտյան բլոկի այն առաջատար պետությունն է, որը ատում է Ռուսաստանին եւ համակարգում է այդ հակառուսական քայլերը, շարժումները եւ այլն։ Ֆրանսիան Ռուսաստանին թշնամի պետություն է եւ դա դուք պետք է հաշվի առնեք, բայց հականդեր հարց է առաջանում, արդյոք Ռուսաստանը հաշվի առավ, որ Ադրբեջանն էլ Հայաստանի թշնամին է, կամ թշնամին է, կամ ատում է Հայաստանը, բայց նրանք հաշվի չառան, բայց հիմա մենք, եթե մեզ կարող ենք իրենք եթե կարող են իրենց թույլ տալ այդպիսի քայլեր անել Հայաստանի դեմ, մենք կարող ենք արդյոք Ռուսաստանի այդ շահերը հաշվի չառնել ու ասել, դե դուք հաշվի չեք առնում, մենք չենք առնում, գնում ենք Ֆրանսիայից զենք ենք առնելու։ Այդ ուկրաինացման ներողություն շարունակեմ, ավարտում եմ, որովհետև ուկրաինացման վտանգը, որ անընդհատ ասում են, այդ ուկրաինացման վտանգ կլինի, ուկրաինիզացիա է գնում բան եւ այլն։ Ճիշտ է, իրանք ուղիղ Լավրովը ասաց, չէ, ինչ եք խոսում, ինչ ուկրաինիզացիա, Ուկրաինայի հետ համեմատվելու բան էլ չունեք, բայց իրենց մյուս բերաններով անընդհատ մեզ ասում են, որ այ ուկրաինացման վտանգ կա։ Այդ սպառանիկները մենք կարող պետք է լուրջ ընդունենք եւ ինչքանով պետք է լուրջ ընդունենք։ Ձեր հարցին սկզբից մի փոքր սկսեմ ակադեմիական պատասխանեմ, հետո ասենք բուն հարցին։ Ընդհանրապես կայսրությունների շատ բնորոշ է քաղաքական ռասիզմը, հատկապես փոքր ժողովուրդների նկատմամբ, Իրականում նրանց ասածը դա ռասիզմ է, որովհետև ինչ է նշանակում ես զենք եմ վաճառում Ադրբեջանին, որը Ադրբեջանը Հայաստանի թշնամի երկիրներ ուղիղ հակամարտության մեջ է եղել այ հետ, Հայաստանի հետ, դուք իմ դաշնակիցն եք, ես զենք եմ վաճառում, դուք պետք է հանգիստ ընդունեք, դա որպես բիզնես ընդունեք, զենքի առևտուր ընդունեք, դեր դեմ որևէ բան մենք չունենք, մենք ծախենք ուրիշն է ծախելու։ Հա, իսկ այ եթե դուք եք գնում Ֆրանսիայից, Ֆրանսիան մեծ թշնամի երկիր է համարվում, այ դա արդեն կարող է դիտարկվել, որ դուք կարող եք համարել ընդդեմ մեզ, հա։ Սա կրկնում եմ քաղաքական ռասիզմի դրսևորում է, որը բնորոշ է կայսրությունների։ Բայց դա նաև հետևանքն է այն բանի, որ մենք տասնամյակներով մեր ռազմավարությունը, որ կառուցել ենք անվտանգության հետ կապված, եղել է հետևյալ, չէ՞։ Մենք ամբողջական ինտեգրացիա ենք անում դեպի Ռուսաստան, փոխարենը պետք է ստանանք անվտանգություն։ Անկախ նրանից Հայաստանում ինչ է եղել ներքաղաքական կյանքում չի եղել, Հայաստանը որպես պետություն այդ իր ընտրած ռազմավարության մեջ պարտություն է կրել։ Եվ հիմա փորձում է այդ պարտությունից դասեր քաղելով այդ ասած այդ բազմազանությունը, այդ դիվերսիֆիկացիան, որ մենք շատ ենք սիրում օգտագործել, հիմա փորձում է զենքի շուկայում տնտեսական առումով այդ միակողմանի կախվածությունը Ռուսաստանից կրճատել։ Բայց Ռուսաստանը բնականաբար ասում է ճիշտ է դուք ուկրաինացուն չեք գնում, բայց իրականում նրանք իրենց հատկապես կան շրջանակներ Ռուսաստանում, այդ Եդինայա Ռուսիա կուսակցության պատգամավորների մեջ կան շատերը, որոնք ուղիղ համագործակցության մեջ են Հայաստանի այս ներքին մեր ռուսամետների հետ, օրինակ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ ընկերություն է անում Զապուլինի հետ, մնացածի հետ, որոնք փորձում են ավելի շատ հենց այստեղի հայեղափոխական դաշնակցության Քոչարյանից այդ խոցույթը նաև այնտեղ ձևավորել, Ռուսաստանում փորձել, այլ որ Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, սորոսական է, արևմտամետ է, եկել է հարուսական հարաբերությունն է ուզում փչացնել եւ այլն, բայց իրականում կրկնում եմ, այստեղ խնդիրը դրա մասին չէ։ Խնդիրը պետք է մենք բովանդակային քննարկենք, հասկանանք։ Երկրորդը նաև ես կուզեի խոսել ինչ է նշանակում մենք ձեզ զենք ենք տալիս, այն ժամանակ տվել ենք նրանց էլ ենք տալիս, սա ուղիղ խոսում է այն մասին, որ այս հակամարտությունը ի սկզբանե Ռուսաստանը ծնել է, ռուսական հատուկ ծանոթությունը դա կլինի սովետական Ռուսաստանը կամ Ելցինյան Ռուսաստանը կապ չունի, դա ծնել են հատուկ նրա համար, որ Կովկասում Հարավային Կովկասում ունենան այդպիսի թեժ կետ եւ կառավարելի դարձնեն երկու երկրները։ Եթե 90-ականներին ստեղծված իրավիճակը եւ Ադրբեջանում իշխանության են եկել ավելի անկախական ուժեր, որ եւ նաեւ բավականին էմոցիոնալ ուժեր են եւ Հայաստանում ավելի
Լևոն Տեր-Պետրոսյանը ավելի ակադեմիական ղեկավար էր, ավելի հավասարակշռված էր, այն ժամանակ ստացվեց այնպես, որ ռուսական օգնությունը ավելի շատ դեպի հայկականներ եւ Հայաստանը օգտվեց դրանից ռազմաճակատում հաղթեց, դա ռազմական գործողություններ արեց, բայց բույր պատերազմը չավարտվեց եւ սկսած արդեն 90-ականների երկրորդ կեսից նույն Հայաստանի ներքաղաքական կյանքում սկսվեց այդ բանավեճը, որ մենք ինչ ենք ուզում, պատերազմ մշտապես թե խաղաղություն եւ Հայաստանը ընտրելով պատերազմ, իրականում պատերազմի քաղաքականություն, այդ ստատուս քվոն հենց պատերազմի քաղաքականությունն էր։ Եվ այդ պատերազմի քաղաքականությունը ընտրելուց հետո ընտրեց հետեւյալ մարտավարությունը. ինչ էլ լինի, Ռուսաստանը չի թողի, որ այս տարածաշրջանում լինի պատերազմ։ Ահա այս գիտակցությունը նաեւ գնաց եւ նստեց հասարակության լայն շերտերի մոտ է։ Միջև այսօր հայաստանցի բազմաթիվ քաղաքացիներ հենց նման պատկերացում ունեն, որ Ռուսաստանը դա փրկիչ է, որ Ռուսաստանը թույլ չի տա, Ռուսաստանը այսպես, Ռուսաստանը այնպես։ Դա արդեն սոցիալ-մշակութային սովորության է վերածվել, հա, ավելի ճիշտ ինչպես բացատրենք, որ դա դառել է արդեն ազգային հոգեբանություն։ Կարծրացել է մեր ուղեղներում այդ թեզը։ Կարծրացել է, որը բնականաբար մեկ անգամյա կամ երկու անգամյա այդպիսի ակտերով դուրս չի գա հեղափոխական, դա process է, դա երկար process է, դա մշակութային, կրթական process է, որը պետք է ինչ որ բայից սկսած հայաստանցի մարդու աչքերը բացի, չնայած process-ը արդեն սկսվել է եւ այսօր հայաստանցի մարդը հասկանում է, որ եթե մենք ուզում ենք ռեգիոնում ապրել, ուրեմն առաջնահերթություն է մեզ համար մեր բոլոր հարևանների հետ, անկախ նրանից այդ հարևանները քաղաքակրթական ինչպիսի բովանդակություն ունեն, ռադիկալ իսլամական պետություն է, քրիստոնեական ազատություններով երկիր է, ինչպես Վրաստանը ենթադրենք, Թուրքիան է, Ադրբեջանն է, հա, մենք պետք է լեզու կարողանանք գտնել եւ ապրել։ Ես չեմ ասում պատմության գնանք է պատմությունը, ասենք պատմության մեջ մեզ հետ չեն եղել այսպիսի ողբերգական իրադարձություններ, ինչպիսիք է ցեղասպանությունը եւ այլն, չէ, դա հնարավոր չի ջնջել մարդկանց միջից, մարդկանց հիշողության միջից, բայց ռեալ պոլիտիկա, ռեալ քաղաքականությունը մեզ պարտադրում է, որ մենք կարողանանք տարածաշրջանում խաղաղություն հաստատել բոլոր երկրների հետ։ Անկախ նրանից Ալիևը կարծի Հայաստանի որոշ շրջաններ արևմտյան Ադրբեջան է, հասկանում եք, մի այսպիսի հետամնաց համանապատ պատկերացումներով դարի շունչը չզգացող գործիչ էլ Ալիևը, դուք մի հաշվի առեք, որ Ալիևը պատերազմ է հաղթել, լավ հարաբերություններ է ստեղծել Իսրայելի հետ, զենք է կարողանում գնել, կարողանում է որոշակի մանևրաներ անել, բայց իրականում ամբողջական, եթե քաղաքակրթական լուրջ դիրքերից նայենք Ալիևին, Ալիևը սահմանափակ պատկերացումներով ազնվորություն է, որը եւս չի կարողանում հաղթահարել այդ ազգայնական գավառական պատկերացումները։ Պարոն Քամալյան, բայց անդրադառնալով այդ ուկրաինացման հնարավորությանը կամ ուկրաինացման վտանգներին, եթե խոսում են, իհարկե Լավրովը իր դեմքով նորից եմ ասում, չի ասում, բայց ինչ որ փորձագիտական, այդ նշած Եդինայա Ռասիայի падգամավորների շուրթերով դա ասվում է եւ Լավրովն էլ ուղիղ զգուշացնում է, որ Ֆրանսիայի զենք գնելուց պետք է իմանաք, որ դա մեր թշնամին է, հաշվի առնեք դա։ Մենք դա պետք է հաշվի առնենք մեկ, երկրորդ, եթե ամեն դեպքում մեր շահերից բխում է Ֆրանսիայի հետ սպառազինությունների ձեռքբերման պայմանագրեր կնքելը եւ ստանալը, ապա ինչպես պետք է չեզոքացնենք ռուսական սպառնալիքները։ Գիտեք, մեր երկրների քաշային կատեգորիաները այնպիսին է Հայաստանի եւ Ռուսաստանի, որ բնականաբար դա թույլ չի տալիս մեզ վեր կենալ եւ ասել այսօրվանից Ռուսաստան մենք Ֆրանսիայի ռազմավարական դաշնակիցն ենք, մենք թքած ունենք քո կարծիքի վրա, մենք այս հենց դա абսուրդ է։ Ռուսաստանը կարող է թքած ունենալ մեր կարծիքի վրա, Ադրբեջանի զենք ծախել։ Միտք ունենաս, որ նմանատիպ բան մտածես եւ արտաբերես։ Իհարկե process-ը մենք պետք է հասկանանք, որ process-ը ինքը դանդաղ ընթացող process է, ինքը չի կարող 1-2 տարվա ընթացքում լինել, եթե մենք ուզում ենք նվազեցնել Ռուսաստանից մեր առաջինը տնտեսական, ռազմական, քաղաքական այդ կախվածությունը, դա փուլ պետք է տեղի ունենա։ Տեսեք այսօր որոշակի առումով, տեսեք,
մաքսային բաներից ռուս զինվորների դուրս բերումը, հա, եւ հիմա Սահմանապահների հերացումը սահմաններից։ Դա փոքր քայլ է, բայց կատարվել է։ Հիմա ենթադրենք մենք տնտեսական առումով նայենք։ Հիմա տեսեք, մենք մեր ամբողջ էներգետիկ տեսանկյունից կախված ենք Ռուսաստանից։ Հիմա դրա դիվերսիֆիկացիան պետք է տեղ ունենա։ Դա կլինի հիմա ամերիկյան կողմի հետ նոր ատոմակայանի կառուցելու միջոցով դա տեղի կունենա, կամ չգիտեմ թուրքմենական գազ կգա Հայաստան, որոշակի խոսակցություններ ընթանում են այդ մասին, բայց դա կրկնում եմ տևական process է, դա չի կարող 1-2 ամսում լուծվել այդպիսի հարցեր, եւ հասարակությանն է պետք է պատրաստել այդպիսի բաներ, այդպիսի process-ներին, հա, այսօր մեր հասարակության մեծ մասը ցավոք սրտի ամեն ինչ շատ փորձում է ամեն ինչ շատ արագ ընթացող բաների մեջ պատկերացնել, իսկ իրականում մեր հասարակությունը եւս բանախոսները, ակադեմիական շրջանակները, քաղաքական ակտիվիստները, չգիտեմ, հասարակությանը պետք է բացատրեն, որ եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, որը կարող է շահեր գեներացնել, կախված չլինել ընդամենը մի աշխարհակաղակական կենտրոնից, կարողանա շահեր գեներացնել, դա երկարատև process է, դա միգուցե երկու իշխանություն էլ փոխվի Հայաստանում, պետք է համբերություն ունենալ։ Միակ բանը ֆունդամենտալ նշանակության բանը Հայաստանի համար, որ պետք է ժողովուրդը քաղաքական դաշտը պահի, դա ժողովրդավարությունն է։ Կորցնում ենք ժողովրդավարությունը, կորցնելու ենք նաև այս բոլոր պատկերացումները, որ ունենք պետություն ունենալու, շահեր գեներացնելու, եթե սա չենք անում, մենք կորցնում ենք ժողովրդավարությունը, մենք շատ արագ նաև կորցնելու ենք իշխանությունը եւ նաև միգուցե պետականությունը։ Ոչ թե ես ռոմանտիզացնում եմ ժողովրդավարության կարևորությունը, չէ, բայց շատ փոքր ժողովուրդների համար ժողովրդավարությունը, այսինքն իշխանություն ընտրելու իր հնարավորությունը, դա ինքնիշխանության ամենակարևոր ցուցիչն է։ Չկա դա, դու այլևս վերջ, դու գործոն չես կարող համարել։ Շատ կարճ պարոն Քամալյան, անդրադառնանք նաև Լավրովի խոսքի այն դրվագին, երբ անդրադարձավ նոյեմբերի 9-ի 9-րդ կետին ըստ էության, որովհետև խոսելով ճանապարհների ապաշրջափակման, ենթակառուցվածքների ապաշրջափակման թեմային, ասաց, որ դրա համար կան երակոմ ստորագրված փաստաթղթեր նկատի ունի Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Հայաստանը, որոնք ստորագրվել են 2020-ից 22 թվականների ընթացքում, մենք գիտենք նոյեմբերի 9-ի 9-րդ կետը եւ դրանից փոխող հունվարին կարծես ստորագրված մյուս փաստաթուղթը, որը ապաշրջափակման մասին էր եւ այնտեղ Ռուսաստանի պատկերացումով պետք է տեղակայվեն ռուսական FSB-ի ներկայացուցիչներ այդ ճանապարհին, նրանց մեկնաբանությունն այդպիսին է, բայց Լավրովը չի խոսում մնացած 8 կետերի մասին, որոնք այլևս գոյություն չունեն կետնի վրա, չնայած փաստաթուղթը դե յուրե հավանաբար գոյություն ունի, բայց որովհետև ստորագրությունների հետ չեն քաշվել, բայց կետնի վրա ոչ Արցախը կա, ոչ Արցախի բնակչությունն է այնտեղ, ոչ Ղարաբաղ-ադրբեջանական շփման գիծը կա, ոչ Լաչինի միջանցքը եւ այլն եւ այլն եւ այլն։ Գերիներն չեն վերադարձել, նոր գերեվարումներ ունենք, նաև ռազմաքաղաքական ղեկավարների։ Հիմա այդ 9-րդ կետից ժամանակը չի ստորագրությունը հետ կանչելու, որովհետև քանի դեռ մենք հետ չենք կանչել, Լավրովը ամեն օր գալու է ասի նոյեմբերի 9-ի 9-րդ կետ։ Սա շատ նուրբ հարց է, հասկանալի է, սա եւս պետք է հասկանանք, արդյոք Հայաստանի հիմա ունի այն դիմադրողականությունը, որ կարողանա նման քաղաքական քայլի գնալ եւ հրաժարվել նոյեմբերի 9-ի փաստաթղթից, այո, օբյեկտիվ պատճառաբանություններ ունի, հա, լեգիտիմ պատճառաբանություններ ունի, որովհետեւ միջև այդ 9-րդ կետը, որը սուբյեկտիվ կերպով է մեկնաբանվում Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից, մնացած 8 կետերը բոլորը Ադրբեջանը եւ Ռուսաստանը խախտել են եւ դրա վառապացույցն է, որ այսօր որևէ Ղարաբաղում ապրող որևէ հայ մարդ չկա։ Այսինքն Ղարաբաղը դատարկվել է, հայաթափվել է, տեղի է ունեցել էթնիկ զտում, այսինքն իրավական, քաղաքական բոլոր առումներով այդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը արդեն ձախողված է։ Բայց այնտեղ կա ստորագրություններ, որոնք ցեղում են անում։ Ես իշխանություն կրողը չեմ, հա, ես Փաշինյան Նիկոլի փոխարեն չեմ, որ հասկանամ, եթե մենք նոյեմբերի 9-ի պայմանագիրը որոշենք, որ հետ ենք կանչում,
ինչպիսի ռիսկեր է դա պարունակում։ Բայց այս իշխանությունը հիմա ոչ թե խոսում է նոյեմբերի 9-ից, այլ առաջնահերթություն է համարում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ Ըստ ամենայնի, եթե հաջողվի, իհարկե ես այդքան էլ լավատես չեմ, եթե հաջողվի խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, եւ նաեւ Ադրբեջանը պայման է դրում Միսկի խումբը եւ լուծարվում է Միսկի խումբը եւ այլն, ինստիտուցիոնալ եւ ռազմաքաղաքական տեսանկյունից նոր իրականություն է ստեղծում հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Արդեն կարող ենք երկկողմ ճանապարհով գնալ ապաշրջափակման եւ այլն։ Այո, եւ օրինակ երեք էր թե այսօր կարդացի, որ օրինակ Էրդողանը ասում է շատ կարեւոր է թուրքական աշխարհի համար այդ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ըստ ամենայնի Թուրքիան ցույց է տալիս, որ իր համար կարևոր է ճանապարհի արկայությունը։ Դա այլևս չի նշում Էրդողանը Զանգեզուրի միջած, եթե նախկինում նա այսպես ուժային կերպով նշում էր, այսօր Էրդողանը դա չի նշում, որովհետև Էրդողանը հասկանում է, որ այստեղ նաև որոշակի այլ աշխարհակաղակական կենտրոնների շահեր են բախվում։ Պարոն Քամալյան, քանի անդրադարձնեք խաղաղության։ Տեսեք, Լավրովը նաև խոսեց, որ տեսեք Եվրոպան Կովկաս է մտնում, Եվրոպան Միջին Ասիա է մտել։ Սա շատ կարևոր է հասկանալ, որտեղ Ռուսաստանը հասկանում է, որ այսօր Միջին Ասիայի աշխարհակաղակական կշիռը բարձրացել է թե Չինաստանի եւ Եվրոպայի համար, եւ Անդրկովկասն է կարելի ասել այդ ճանապարհի վրա է։ Այդ Միջին Ասիայի հետ կապված խնդրի մի մասն է դարձել։ Չեմ ասում նույն կշիռն մի մասն է դարձել, եւ այստեղ Թուրքիան հասկանում է, որ այդ գերտերությունների շահերի բախման արդյունքում ինքը չի ուզենա հիմա փորձել 19-րդ դարի այդ բեսպրեդելի լեզվով խոսել կրկին տարածաշրջանում։ Բայց Էրդողանը նշում է, որ այդ ճանապարհի բացումը թուրքական աշխարհի համար բան, բայց չի նշում միջած։ Բայց Ալիևը շարունակում է իր դեստրուկտիվ Հիմա կարող դրան, պարոն Քամալյան, տեսեք, նախկինում Ալիևը կամ Էրդողանը փոխնեպոխ ուժային դիրքերից էին հանդես գալիս, հատկապես Միչանսկի թեմայով, Ալիևը անընդհատ ասում էր, եթե չտան ուժով ենք բացելու, չէ, այդպիսի խոսույթներ էր կիրառում։ Հետո հիմա եթե ինքը դադարեցնում էր Զանգեզուրի Միչանսկ խոսույթի կիրառումը, Թուրքիան էր սկսում, այսինքն փոխնեպոխ խոսում էին այդ մասին։ Հետո Թուրքիան ամենչապես դադարեցրեց, տևական ժամանակ չի խոսում այդ մասին։ Ալիևը հիմա մենք տեսնում ենք, որ արդեն տևական ժամանակ է, չի խոսում ուժային որևէ լուծման մասին, բայց ինքը արդեն այլ մեթոդներ է կիրառում։ Պահանջներ է ներկայացում սահմանադրություն փոխելու, նորից զինանշանից է խոսում, հիմա Արևմտյան Ադրբեջանից է խոսում, այսինքն այտենց թեզեր առաջ գցում իրավական բնույթի, որ վերադարձ իրավունք եւ այլն։ Հիմա էլ այդպես է փորձում խուսափել համ խաղաղության պայմանագրի ստորագրումից, համ արդեն կոնֆլիկտը Հայաստանի տարածք նետելու քայլեր են նշմարվում նրան մոտ։ Տեսեք, երբ որ Սիրիայի հետ կապված ծրագրեր սկսեց Էրդողանը եւ իրականացվեց, դրանից Էրդողանի ռետորաբանությունը կարելի ասել փոխվեց։ Իսկ երբ որ Միացյալ Նահանգներում իշխանության եկավ նաեւ Թրամփի վարչակազմը, ինչքան էլ փորձենք սուբյեկտիվ գնահատականներ ունենանք Թրամփի մասին, բայց Թրամփի վարչակազմը բավականին ավելի ուժային է ընկալվում, քան Բայդենը։ Ինչքան էլ Թրամփը խոսում է խաղաղությունից, ինչքան էլ նա խոսում է, որ իրենք հավակնություններ չունեն աշխարհի բոլոր կոնֆլիկտները լուծելու եւ այլն, բայց ինքը բավականին ուժային կերպար է, հա։ Եվ նա հստակ ցույց տվեց, որ իր համար կարևոր է նաեւ այստեղ տարածաշրջանում, Անդրկովկասում խաղաղություն, նա մշտապես խոսում են, երեք էլ Ռուբիոն հայտարարեց, որ վտանգը կա, բայց մենք կառավարում ենք ռիսկերը, մոտավորապես այսպես էր, հա։ Եվ Էրդողանը եւ Ալիևը բնականաբար այս համատեքստից ելնելով այլևս չի ասում ռազմական ճանապարհով կվերցնեմ, կամ դեռևս չի ասում։ Միգուցե ինչ-որ պահից սկսած նա նորից անցնի ռազմատենչ հայտարարություն, բայց ներկա պահին այդպիսի հայտարարություններ քիչ է անում կամ չի անում։ Սա աշխարհակաղակական բան է եւ նաեւ խաղաղության այդ պայմանագրի հետ կապված, բայց ինչ թվում է, որ Ալիևի հայտարարությունների մեծ մասը ավելի շատ ներքաղաքական լսարանի հետ կապված հայտարարություններ է անում Ալիևը,
Ես կարծում եմ, որ Ալիևը հիմա իրեն է ձեռքի տա մեծ պատերազմ սկսել, հա, Բայց խաղաղությունը ձեռքի տալիս կարծես բախումներով ճնշումներ, բայց մեծ պատերազմը լրիվ փոխում է այլիչը, թե սա Խամարյան ինքը ակնհայտորեն ձեռը քաշել է պատերազմի լեզվով խոսելուց, ուժային լեզվով, բայց խաղաղության մասին չի ուզում մտածել այն իմաստով, որ անընդհատ նոր նախապայմաններ առաջ քաշում, անընդհատ իրավական բնույթի իրավունքից, yani բան միջազգային իրավունքից բխող թեզեր առաջնորդում, որ ադրբեջանցիները իրավունք ունեն վերադառնալ Արմենիան, Ադրբեջան եւ այլն եւ այլն։ Այսա ինչի մասին ինչ է ուզում Ալիևը։ Դերևս շարունակում է ժամանակի վրա խաղալ, հա։ Ինքը հասկանում է, որ 5-10 տարվա կտրվածքով Հայաստանը չի կարող թեկուզ այսպիսի քանակով զենքեր գնելով Հնդկաստանից հրաժարվել, ինքը չի կարող ռազմական հակակշիռը առաջացնել եւ նա փորձում է ժամանակ շահելով սպասել ինչ-որ հարմար առիթ։ Հա, կլինի այդ առիթը, կլինի, չի լինի։ Եվ երկրորդ Ադրբեջանը ոչ թե ավելի շատ դիժեցնում է, որովհետեւ ինքը ցանկանում է ոչնչացնել Հայաստանը ռազմական առումով, այլ նա հասկանում է, որ եթե բացվում են սահմանները, Հայաստանի ռազմաքաղաքական կշիռը բարձրանում է, Հայաստանը կարողանում է արդեն գործոն դառնալ միջազգային հարաբերություններում եւ հենց դա է պատճառը, որ Ալիևը ցանկանում է տեսնել փակ սահմաններով Հայաստան եւ նա մեկ անգամ չի ասել, որ դա մեր գլխավոր հաղթաթուղթն է եղել, որ Հայաստանը մնացել է շրջափակված, դուրս է մնացել տարածաշրջանային բոլոր կոմունիկացիոն զարգացումներից։ Այ Ռոբերտ Քոչարյանը սիրում է խոսել իր 10-ամյա կառավարման տարիներից, չգիտեմ, վագրի թրիչ, ռազմավարական նշանակություն, բերանն էլ ծամածռելով հոխոտում է ժողովրդի վրա, թե դուք այդ բերեցիք այս ապազգային ուժերին, իսկ որևէ մեկը հարց տալիս է այդ մարդուն, դուք հասկանում եք, որ ձեր կառավարման 10-ամյակի ընթացքում Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային բոլոր կոմունիկացիոն զարգացումներից, այսինքն փորձել է իր պետության կշիռ ունենալու ամենակարևոր լծակներից, հա? Եվ դա միայն անհեռատես քաղաքական գործիչը կարող էր այդպիսի կառավարում իրականացնել եւ հիմա էլ 20 տարի անց նստել եւ գլուխ գովալ, որ ինքը գիտեք իր ժամանակ ոչ մի պատերազմ չի եղել, խաղաղություն է եղել եւ այլ եւ այլ։ Այն պարագայում, որ իր ժամանակ էլ սահմանում զինվորներ զոհվել, պատերազմ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը ինքն էլ դանդաղ է սպանում զինվորներին, հա, եթե պատերազմի ընթացքում զոհվում են 1000 մարդ 15 օրում, ոչ պատերազմ 2-3 տարում կարող է զոհվել 1000 մարդ։ Ինչ եմ ուզում ասել, որ կատարյալ ձախողված մեր այս 20-ամյա շղթան պետք է ավարտել։ Մենք պետք է ձգտենք տարածաշրջանում, մենք էլ մասնակից դառնանք կոմունիկացիաների, մենք էլ մասնակից դառնանք ռեգիոնալ փոխադարձ շահերի գեներացումների եւ այս առումով այդ դեպքում Հայաստանը ինքը ձեռք բերի կշիռ։ Շնորհակալ եմ պարոն Քամալյան։ Ես էլ եմ շնորհակալ։ CVK-ի եթերում զրուցեցինք քաղաքագետ Գագիկ Քամալյանի հետ, ցտեսություն կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVK-ի YouTube-յան էջին։